Զայկան հակել է ամանորյա սպարտիվկան ու երկում ու նվագում է ու երկում ամանորյա Պիտի անպայման այդ ամանորյա սպարտիվկայով լինեիր, որ հետը սազեր դե նվագի մի հատ էլ ջինգլ պես նվագի, լավ Ինչքան նկատած կլինեք, Զոյկան միշտ այս իր երաշտական պայուսակն է, սրա մեջ է դնում միշտ այդ ռավոր տանում է, ու այնքան շատ է սիրում այս պայուսակը, ովքեր մեզ հետևում են վաղուց գիտեն, բայց ով է նվիրել քեզ այս պայուսակը։ Արմինեն, ու ես տեղ եմ դնում, որտև Արմինեն շատ եմ սիրում։ Ովքեր չգիտեն մեր սիրելի դերասանուհին Արմինե Պողոսյանը, ով նաև մեր շատ լավ ընկերն է, մեր ընտանիքի շատ լավ բարեկամ, Արմինեն, պարոն Խաչիկը, մենք շատ ենք սիրում։ Արմինեն է, որ Հայաստանում հանդիպել ենք, Զոյկան հետս չէր էս գնեց, հենց Հյուսիսային պողոտայից, ու որ բերեմ Զոյկան, որ պետք է առաջի դասարան գնար, որպես նվեն Հյուսիսային պողոտայի են սենց խանութ կա է, մի հատ ավելի լավ գիտեք։ Արդեն 2 տարի է, Զոյկայի անբաժանն է։ Դե որ Արմինեին շատ է սիրում, մի հատ Արմինեի համար նվագի։ Լավ։ Լավ ստացվեց, ոնց որ ստացվեց բոլոր երգերն ասեմ Արմինեի համար է, որ լավ նվագես։ Դե լավ, դու պարապի, ես գնամ շորերս դասավորեմ։ Ու քանի որ ես վաղը հյուրեր ունեմ, պատրաստում եմ մեղրով տորտ, ամենասովորական ձևով մեղրը տակնա շաքարավազ կարակ։ Մի քիչ կարամելացնում եմ, ավելացնում եմ սոդան, հետո վերցնում եմ կրակից ու ավելացնում եմ ձվերը, հետո ալյուրը, ամենահասարակ, ամենապարզ միանգամից կրակի վրա, դեռ չեմ որոշել քսովի կանեմ, թե գրտնակովի հավեսս ոնց տա էլ ընթացքում կերևա։ Ահա տեսեք, այսենց արդեն կարամելային է դառնում քիչ-քիչ։ Բայց ուզում եմ մի քիչ շատ կարմրացնեմ, որ սիրուն լինի, գույնը ավելի մաքուր լինի։ Տեսեք ինչքան սիրուն գույն ունի։ Արդեն վերջ, պետքա վերցնեմ, որ շատ մնա, շատ կկարամելազացվի արդեն։ Տեսեք, ինքը որ սառում է, ավելի է մքանում։ Հիմա չեմ թողնի շատ սառի, որ շատ սառի, ձվերը որ գցեմ, ինքը կքարանա ու դժվար կբացվի։ Որ քիչ էլ սառի, ձվերը կեփվի, նայում եմ, որ մի քիչ հովանա ու արդեն կարող եմ ձվերն ավելացնել ու հետո ալյուրը։ Ձվերն էլ եմ լցնում ու խառնում եմ։ Բաղադրատոմս, գիտեք, իմ մոտ աչկաչափ է,
կոնկրետ մի 100 գրամի չափ կարակ էր, 3 լավ ճաշի գթալ մեղր, 1 բաժակ շաքարավազ, 1 թեյ գթալ սոդա և 4 հատ ձիոն ավելացրել։ Լավ խաղում եմ, ավելացնում եմ ալյուրը, վերջին, բան չկա։ Ալյուրը մի քիչ կավելացնեմ, կթողեմ, որ մի քիչ էլ սառի, նոր մնացած ալյուրը, որ շատ ալյուր չքաշի, որոշեցի գնդով անեմ, կրտնակելով սարքեմ, երևի։ Մինչև այս պահը դեռ հաստատ չեմ որոշել, ալյուրը լցնեմ, պարզ կլինի։ Ասեք, ինչքան հավես խմոր է ստացվել։ Եթե որոշեմ, դեռ տաք է, դրա համար սենց ջրիկ է երևում, եթե որոշեի հենց սենց թխել, այս արդեն լավ է, այս մոմն է, որովհետև պապայիս արդար մոմով մեղրից եմ լցրել, հենց սենց կանեի, բայց եթե կրտնակելով մի քիչ շատ է ստացվում, լավ, մի հատ անջատեմ կողմնորոշվեմ, ինչ եմ ուզում ես կյանքից, կամ ես խմորից։ Վերջ, տեսեք, սառել է, այսենց պնդացել է արդեն, հիմա տեղափոխում եմ ալյուրի վրա ու այնքան, որ ինքը ձեռքերից չկպնող լինի, պարտադիր չի ամբողջ ալյուրը վերցնի, հետո գնդերը կշարեմ այստեղ կկրտնակեմ ու արագ կթխենք, բայց գնդելուց հետո կթողեմ մի փոքր հանգստանա ու սառի ինքը։ Ուրեմն այսպես 8 հատ լիստ եղավ, այս ալյուրոտվածությանը մի նայեք, հեսա թափ կտամ, որովհետև տեսեք, շատ չեմ բան արել, ալյուրով եմ արել, որ ես փափուկ լինի ինքը, որովհետև որոշել եմ խտացրած կաթով խմոր անել, որ արագ ստացվի, դե եփովի կրեմով ավելի լավ է ներծծվում, չորի դեպքում խնդիր չունենք, բայց այստեղ քանի որ խտացրած կաթով էի անելու, ուզեցի լիստերն էլ փափուկ լինի, 8-րդը մեջն է, հեսա կհանեմ, այստեղ մի հատ ասացի ցույց տամ, շաքարավազա, կակաո, մեկ էլ սերուցք եմ ավելացրել գլազուրի համար, այսպես եմ անում, էլ վերջում կարակ յուղ չեմ ավելացնում ձիթայող ոչ ման, ինքը լավ փայլուն է ստացվում ու մի հատը կանեմ միայն փշուրներով, մի հատն էլ սենց կիսած, կեսը կոկոսի փաթիլներով, կեսը գլազուրով, 3 տեսակի ունենանք էլի, վերջինն էլ հեսա հանեմ, այստեղ գլազուրն եմ պատրաստում, այս կողմում էլ հիմա կրեմը կպատրաստվի։ Մինչև կրեմը կպատրաստվի, այս կողմում գլազուրն է, այս կողմում էլ սպաս եմ պատրաստում, հիմա ցորենով եմ։ Մերոնք սիրում են ցորենով, շատ եք հարցնում, ինչի ոչ ծավալով, ոչ բրնձով, մերոնք սիրում են ցորենով, հիմնականում ամուսինս, որովհետև ցորենով ավելի հեշտ է մարսվում, ավելի օգտակար է ցորենը ու ավելի թթվային է լինում, ավելի համեղ է լինում, մերոնք տենց են սիրում։ Իմ համար միևնույնն է, բայց պատրաստում եմ այնպես, ինչպես սիրում ընտանիքս։ Այստեղ սենց մածունները։ Վերջ, կրեմս պատրաստ է, այսին սիրում փրփրուն կրեմ ենք ստացել։ Հիմա սկսում ենք տորտիկները հավաքել։ Հիմա այս մեկը կսել եմ, սպասում է իր հերթին, սենց ոչ շատ բարձր։ Այստեղ փշուրներն է, եկան հավաքեց, այս էլ երկրորդ տորտիկը։ Այս էլ կսենք ու նոր փշուրները լցնենք։ Ջնարակն էլ է վրան արդեն պատրաստվում է։ Զոյկան այստեղ իր կրտնակով բերել է ուզում է մանրացնի։ Օգնում է մամային։ Ու այսպես, այս էլ սենց, այս մի կոմը չքսեցի, որ գլազուրը լցնելուց չհալվի, սենց խառնվի իրար, դե ես համբերություն չունեմ թողեմ գլազուրը սառի նոր, այս պահին։ Համբերություն շատ ունեմ, բայց այս պահին չէ։ Այս հատվածը հեսա կոկոսի փշուրները կլցնենք, կոկոսի քերուկը, այս էլ դե Զոյկաս արդեն ոնց որ վերջացնում է, հա։ Արա մնացածը ես մեծ կրտնակով կանեմ։ Զոյկան սկսել է լցնելը։ Դու սենց ընդհանուր խառը լցրու, հետո ես լցնեմ դեզ եմ արևս։ Սենց ընդհանուր ցանի բոլոր տեղերը։ Սենց։ Վերջ պատրաստ է։ Տեսեք, բանով ինչքան փայլուն ջնարակ է ստացվում, որ հարթացնել ավելի հարթ կրնեն, այգի դե ոչ կրելու են, ոչինչ այդքանը, ոչ թափվի։ Հիմա մի քիչ ինչ որ հալվելու է, հալվի թափվի ու բանան եմ արդեն, տեղափոխեմ սիրունամայի մեջ, կամ կարամ էլի հարթացնեմ, լավ է։ Քանի որ տորթերը վերջացրինք, հիմա էլ անցնում ենք սպասին, որ շատ չկանգնեմ կամ ուշադրությունս իրան շատ չլինի, մինչև այն կողքերը հավաքեմ, ես մի քիչ պնդոտ եմ անում,
Հենց սկսում է եռալ, արդեն եռում է, այսինքն ավելի շուտ կեռա դե ինչքան։ Ու սկսում եռացրած ջուր ավելացնել քիչ-քիչ, այն մինչև դառնա այն խտության կամ ջրիկության, ինչքան որ ցանկանում են։ Վերջ, մեր սպասը պատրաստ է, չորացած նանային լցրել։ Ու Համությունը սիրում է նաև նեխուրով, իր բաժնին նեխուր էլ կավելացնեմ։ Երեխեքը չեն սիրում նեխուրով։ Այսինքն շատ անուշ բույրը տարածվել է։ Գինա պապային կամ չի արել, ասա պատրաստ է արդեն։ Չէ, տեղա, բինգոյի մոտ է։ Բինգոյին էր տարել, դուրս եկած կլինի արդեն։ Ընդամենը մի քանի րոպե անց է, պետք է տեղավորեմ, շատ փափուկ է ինքը, որպեսզի բանը գրտնակը դեռ էստեղ անենց է, չեմ հավաքը։ Հիմա տեսեք, ինչքան սիրուն է այսա, այս էլ դե ոնց կարա առանց գործընկերների կարել ինչ-որ մի բան սարքի ուտի, այս էլ դրել եմ, որ տանեմ երեխեքին, այսենց ցույց տամ, ավելի պարզ կլինի, մի հատ էլ սենց ցույց տամ էլի։ Բարի լույս սիրելիներս, մենք արթնացել ենք շատ վաղ, Զոյկան արդեն հասցրել է լողանա, նույնիսկ հասցրել է շորերը արդեն կեղտոտի պամիդորը արել, եկել եմ անմիջապես մեքենան եմ դատարկել, որտև գիշերը միացրել էի, հիմա բաց եմ թողել, իհարկե որ չորանա ու փակեմ նորից, ու այստեղ խմոր եմ անում, արդեն 3 ասացի, որ այսօր հյուրեր ունեմ, ու գալյան պերաշկի շատ է սիրում ու համոզված եմ, որ սիրում է իմ պատրաստածը, որովհետև անձամբ աղընտրել, որ իր համար պերաշկի կրկին պատրաստեմ, հիմա այստեղ խմորն եմ անում, կարտոֆիլը արդեն եփվում է, խմորը դնեմ հանգստանա ու կարտոֆիլը պատրաստեմ, որովհետև ուրիշ բան չունեմ անելու, գործերս 3 եմ վերջացրել, վերջին գործս մեքենան դատարկելն էր, այդպես, այս հանեմ ու սկսեմ ձեռքով արդեն։ Հիմա խմորս ծածկեմ հանգստանա, ես անցնեմ իմ մնացած անելիքներին։ Կարտոֆիլը խաշվել է արդեն, հիմա սա էլ մի քիչ հովանա տրորեմ, արդեն գիտեք, մաքրած նոր եփած տարբերակն ավելի հեշտ է, բայց իմ կարծիքով սենց ավելի համեղ է ստացվում։ Հիմա այդպես։ Ահա, այս կողմում սարքում եմ այն ամենահամով խառնուրդը, աղսեր պղպեղ, կարմիր պղպեղ, սենց խառնեմ, ու հետո կլցնեմ այստեղ, սենց գթալներով, որ ամեն մի կողմը վերցնեմ դնեն իրենց մոտ, ու պես չստացվի, որ մի հատ է, էլի, դենց։ Հիմա այս կտեղավորենք այն մեկը մի հատի մեջ։ Ես արդեն դնեմ ու չորորդ, այսինքն ոչ թե չորորդ, մնացած 3 գդալները վերևն է, երևի այս հենց ալինում, երբ որ մի քանի խոհանոց կա տանը ու չգիտես որը որտեղ, այսինքն տանում եմ վերև, գիտեմ որ սրանք այստեղ եմ օգտագործում, այստեղ պետք է լինեն, այս շատ փոքրիկները, բայց հիմա մի հատ այս դրեցի, որ բարձրանամ վերև, կտեսնեմ որ արդյոք վերևում է, կիչացնեմ, սենց արդեն կամած ասել եմ, որ մեկանցքից գալու են, ժամը 11-ն է, կարող եմ արդեն բերել անձեռոցի կապսե, բաժակ, ամեն ինչ դնել, վերջ, հիմա կանենք սոխ խարած և այս կարտոֆիլը կուղարկեմ այստեղ ու սկսեմ տրորել։ Կարկանդակների համար 2 կարևոր բաղադրիչներն արդեն պատրաստ են, կարտոֆիլը շատ համեմված, ինչպես որ սիրում են մերոնք, խմորը։ Հիմա մի հատ էլ այսպես ողջույն սիրելիներս, բարի կիրակի օր բոլորիս, քանի որ այսօր հայկական եկեղեցին տոնում է ծաղկազարդը, ուզում եմ շնորհավորել բոլորիս, ուրախ ծաղկազարդ, թող ոչ մենակ այս պահից, ոչ մենակ ծաղկազարդին կամ մնացած օրերին, թող միշտ բոլորիս ընտանիքներում լինի
ուրախություն, երջանկություն, խաղաղություն, ամենալավն ու բարին միշտ բոլորից, թող Աստված միշտ մեզ հետ լինի, միշտ զգանք Աստծո ներկայությունը մեր տանը, իսկ դրա հիմքում մենք ենք ընկած, մենք պետքա այնպես անենք, որ Աստված միշտ մեզ հետ լինի, մեր հավատը մեր ներսում պահենք, մեր երեխաներին այդպես դաստիարակենք ու վստահ լինենք, որ Աստված միշտ մեզ հետ է։ Ու եթե ինչ-որ մի փորձություն է մեզ տալիս, ապա դա անում է մեզ ավելի ուժեղ դարձնելու համար ու միշտ էլ ասում եմ ճիշտ է, երբեմն կամ շատ հաճախ շատ ցավալի են Աստծո դատաստանները, դատավճիռները կամ որոշումները, բայց միևնույնն է Աստծո արարքներն անքննելի են ու մենք անզոր ենք ինչ-որ բան փոխելու։ Մեզ մնում է միայն գիշեր, ցերեկ աղոթել ու խնդրել, որ Աստված միշտ մեզ հետ լինի մեր օջախներում, մեր ընտանիքներում, մեր երեխեքի կողքից գլխից անպակաս ու մեզ միշտ ուղղորդի դեպի ճիշտ արարքները, ոչ թե լավ կամ վատ, այլ ճիշտ։ Այդպես սիրելիներս ու հիմա ինչ ենք անում, ես իմ ներքևի մեծ խոհանոցում եմ, ինչքան էլ վերևի խոհանոցը շատ ավելի սիրուն է, շատ ավելի, բայց դե այսպիսի բաները կարկանդակ թխել, ձեթի հետ կարտոֆիլ տապակել, այնտեղ չեմ անում, անում ենք այստեղ ավելի մեծ է, ավելի ամեն ինչ հասանելի է ու մի խոսքով։ Ու այստեղ էլ տարածքներ եմ, ինչպես դնում եք արդեն պատրաստել եմ, այն կողմում իմ փոքրիկ սենց զատիկյան անկյունն է, սեղանն էլ է պատրաստ արդեն կարկանդակների համար ու մի ժամից հյուրերս կգան, ես որոշել եմ հիմա արդեն սկսեմ, գնդերը կանեմ, այստեղ կաթսա եմ պատրաստել, որ բաները լցնեմ մեջը, պատրաստիները, որ տաք մնա, այստեղ ձիթայուղն է, այստեղ բուսայուղը, չէ, ձիթայուղ չի, ձիթայուղը այստեղ է, ձիթայուղով մենակ կաշխատեմ, ձիթայուղով այդքան նախ այդքան շատ չունեմ, որ տապակեմ, հա, ինձ խնդրել էիք, որ ցույց տամ, չէ, ինչ ձիթայուղ եմ օգտագործում, ունեմ տարբեր, տեսեք, ինչքան էլ ուզում ես մաքրի, միևնույնն է, հիմնականում գնում եմ էքստրա վերջնը, որպեսզի եթե տապակելու է լինեմ, անընդհատ ես չզգուշացնեմ երեխեքին, վայ այս մեկը չի կարելի տապակել, այս մեկը կարելի է, ու իմ համար կարևորը լինի հունականն եմ միշտ գնում, հունական տարբերակ, իտալական կամ հունական, չգիտեմ, վերևում էլ ունեմ այն մետաղական տարայողը, իհարկե առօրյայում օգտագործում եմ միայն այս սեթերը, բայց կարկանդակների համար հենց կոնկրետ, հիմա մի հատ ցույց տամ, գիտեմ, որ օգտակար չի, գիտեմ, որ չի կարելի օգտագործել, բայց մենակ այն, որ պետք է մի քանի հատ, այս դեպքում մի քանի հատ չի, շատ է, կարկանդակ թխեմ ու ես էդի պետք է այդ ձեթը թափեմ, ես դա չեմ անի, որովհետև իսկապես ափսոս է, այդքան մեծ գումարները, դրա համար ընտրում եմ, դե կարկանդակն է, տեսնում եք, շատ հաճախ չեմ պատրաստում, այնպես որ կարելի է միլիտրը լցնել, օգտագործել ու թափել առանց ափսոսելու, որովհետև մեր կյանքից հաստատ թանկ չի։ Այդ էլ այդ հարցի պատասխանը, հա, սուրճն էլ էիք ասել, որ ցույց տամ, ուրեմն շատ փնտրելուց հետո, շատ սուրճեր ենք փորձել, իհարկե շատ թանկարժեք սուրճեր, շատ համեղ սուրճեր, բայց քանի որ մենք սիրում ենք սենց նիտրալ, առանց ավելորդ համերի սուրճը, դրա համար ընտրում ենք շպարի, շպար, ինտերշպար, եվրոշպար, այս բյուջետ հենց ինքը սուրճը, հատիկները, հեսա կբերեմ ցույց կտամ, հատիկները մենք ինքներս ենք աղում տանը, այն ցույց եմ տվել բազմիցս մեր աղացը, որը այն բլենդերի գլխիկներից մեկն է, որը կա հենց սուրճ, բրինձ, այդպես շաքար փոշիացնելու համար, վերևն է սուրճը, վերևն ենք հիմնականում սուրճ խմում, բայց մեծ բտուփերը այստեղ է կբերեմ հեսա ցույց կտամ, ամենահամեղն է ու իրոք ճիշտ եք նկատել, շատ ախորժելի է, ինքը բույրը բա որ շնչեք, չունի ոչ մի ավելորդ համ, ոչ թթվային, ոչ դառը, ոչ կծու, որտեղ կան այդպիսի համով թանկարժեք սուրճեր, ինքը դե այնպես էլ չի, որ շատ էժան է, բայց դե համեմատաբար ավելի մաչիլ է, բայց այստեղ հարցը մաչել ինչի, որովհետև մենք հաճախ ենք խմում, պետք է համեղ սուրճ խմես, ոչ թե ուղղակի այնքան որ խմես, ընտրել ենք այդ, որ մեզ ամենաշատն է դուր գալիս, ամենաշատը լինում է երբեմն, երբ որ նվեր եմ ստանում սուրճ կամ բան, լավ սուրճեր բերում եմ, օգտագործում
ուզում ենք, որովհետև օրդինացիայում էլ այնտեղ ունենք մենակ ապարատ, կոֆեի, մեքենա, այսինքն ոչ թե ապարատ ու կապսուլաներով, այնտեղ պահելու իմաստ չկա, այսինքն բերում եմ տուն, չնայած որ ինձ են նվիրում, դրա համար եմ բերում, եթե բայց չէ, պետք է անպայման մերից գոնե մի քիչ խառնենք, որ համեղ լինի, որ կարողանանք խմել, թե չէ թթու կծու դառը համերը արդեն էլ դուր չի գալիս։ Հեսա մի հատ բերեմ սուրճը ցույց տամ։ Նայեք, այս կողմից եկա։ Սա գովաստ չի, ոչ մի բան ուղակի այս բանը, այս հատիկավոր սուրճը կլասիկը անպայման, որտեղ այնտեղ կա կրեմիկ բան, դրանք էլ է ինչ որ կլասիկ տարբերակը, ամբողջական հատիկներն է, սենց կա, գնում ենք հիմնական կես կիլոգրամանոց է, մի կիլոգրամանոց տուփերով էլ կա իհարկե, սենց նոր եմ գնել շամկետի մեջ, բայց շատ լավն է, փորձեք, կարող եք փորձել ու հետո ինձ կասեք, արդյոք նման է Հայաստանում խմած սուրճի համին, թե ոչ, կասեք, ճիշտ ենք թե ոչ, այսինքն այն մարդկանց համար, ովքեր սիրում են նորմալ, նեյտրալ համեր, առանց որևէ բանի, կլասիկ էլի, ասպես ասած, ինչպես կասեր դասականը, քո կլասիկ ցավը տանեմ։ Վերջ, ես կրկին անցնեմ իմ գործին, այսինքն վերջապես սկսեմ էլի, ինչ որ անում էի, ինչ որ ձեռնարկել էի։ Скуш, շտացիվը շուրջ տասույքը։ Սենց։ Մի հատ ինչ խմորա ստացել, ինչ հովես խմորա, զոյկա։ Զոյկային արձակուրդ են, զոյկան արձակուրդի մեջ է, ու իրեն շատ լավ ազգում, չէ։ Այս կողմից արի, դեպից շատ մոտ ես։ Գիտեմ։ Էսի սիրուն ա եղե, նայք։ Անիկ ուր ես սկսել։ Նայ սիրուն ա եղե։ Չայն տենում, բայց քսել է։ Հա, հիմա, սա շատ սովորական, գնդիկներ եմ անում։ Դնում եմ միջև այս կողմից միջև վերջացնում եմ, հասնում եմ այստեղ, այս կողմին արդեն սինին շրջում եմ ու սկսում եմ արագ սրանք լցոնել։ Երեխեքը ես, այսքան ամուսինը Զոյկաս ու ես մենք նախաճաշել ենք արդեն, Ալենս է հիմա արթնացել, աղջիկներին, քանի որ այսօրվանից արձակուրդ են, չեմ էլ խանգարում, որ մի քիչ երկար քնեն, 3 ուշ են քնել, իրենք ուբորկայի մեջ էին, վերև իրանց սենյակում, ասում է այսօր քանի բան, վաղվանից սկսվում է մեր արձակուրդը, այսօր մի հատ լավ հոգնենք, այսքան իմ առաջարկն է, եթե ասենց ասած իմ շկոլան է, միշտ այդպես Զոյկային երեխեքը գիտեմ, որ դասից գալիս են տուն, պետք է ուրբաթ օրը արդեն դասերը վերջացնեն, դասերը անեն, վերջացնեն, կարևոր չի, որ շաբաթ կիրակի է, կարևոր չի, եթե երկուշաբթի նույնիսկ ոչ աշխատանքային օր լինի, միևնույն է, ես էլ եմ այդպես եղել, ու այդպես երեխեքին, որ պետք է ուրբաթ օրը վերջացնել, որպեսզի շաբաթ կիրակին իսկապես վայելես, հանգստանաս, ու եթե ունես դաս, որը դե հիմա այստեղ երեխեքը ոչ անկիրներ են ունենում, ոչ մի բան, մեր պարագայում էր, կամ ասենք եթե երկուշաբթի օրը թեստ ունեն, պատրաստվում են ուրբաթ օրը, բայց կիրակի օրը երեկոյան մի հատ էլ պայուսակը դասավորել ենք իհարկե ուրբաթ օրը, բայց մի հատ էլ որ նայում ենք ինչն է պակաս, ինչն է բան, մի հատ էլ կրկնում ենք ու նոր ու միշտ են այդպես անում երեխեքը, երբեմն եթե լինում է, որ ուրբաթ օրը այնպես է ստացվում, որ դասերը չեն անում, հետո մնում է, հետո Զոյկան ասում, քեզ ես չլսեցի, ոնց որ միշտ էինք անում, հիմա ես անընդհատ ասում ամբողջ օրը իմ մտքում է դա, որ ես մի բան ունեմ անելու, որ ես դեռ մի բան ունեմ անելու, ասեմ, հա, բա այնց այդ զգացումն է, որ ուսերդ ծանրանում է, որովհետև դու գիտես, որ մի բան դեռ ունես անելու, ու անընդհատ ուզում է, ինչ ուզում անես, այդ է ուշկու միտքդ։ Ու դրա համար եմ ասում, որ այսօրվա գործը վաղվան չեն թողնում, ինչ ունեք անելու, շատ արագ վերջացրեք գործերը ու հանգիստ ապրեք, էլի։ Այ, սենց, իմ սիրուն փուչիկներա, իհարկե հաճելի է, որ այսպես խոսում եմ ու պատրաստում եմ, հետադարձ կապնել շատ հաճելի է, որ դուք նամակներով եք անում,
իհարկե առաջ շատ էի լայվեր անում, բայց որ ասեմ լայվերի մեծն սիրահար չեմ, քանզի սիրում եմ երբ որ լայվ անեմ, ասենք սենց գործը ոչ թե նստեմ ուղղակի սենց նայեմ, այդտեղ ստացվում է որ առհասարակ, չգիտեմ, բայց որ ես գործ անելով, ուղղակի շփվելով ես անում, շատ հաճելի է, բայց այդ դեպքում էլ արդեն չեմ կարողանում նամակներին նայել, մարդիկ հարց են տալիս ու ես չեմ տեսնում ինչ են հարցնում, ոնց պատասխանեմ, նամակները փակելն էլ մի քիչ որ փակեմ ու ես իմ գործ անում, դա էլ մի քիչ բան չի, մարդիկ այդ պահին մի կարևոր բան են ուզում հարցնել ու այդ չկա տարբերակ, մի խոսքով դրա համար սկսեցի էլ լայվեր չանել, հետո մի երկու անգամ էլ եղավ, դա երևի են, չգիտեմ, այն շրջանում էր շատ լարված շրջանում էր այն ոչ ու բարով ազգի հետ ու սկսում էին իրենք մտնել իրենց դրոշներով ու սենց այնքան էին անում ու պետք էր ու հետևորդներս էլ սկսում էին բլոկել կամ երեխեքը այն ժամանակ հիշում եմ Էլեն Անգելը նստում էին ասում էին գոնե միացրեք իմ հեռախոսը վերցրեք այն մյուս հեռախոսը թեկուզ բլոկեք դրանք այդպես ամբողջ իմեջը իրենց դրոշներն էր լինում տենց հիասթափվեցի ու այն լայվեր սկսեցի չանել շատ այնպես էլ չի որ այնքան շատ ժամանակ ունեմ մնում էր լայվը ինձ պակաս բայց դե տենց հիմա արդեն կսկսեմ ես բացել բայց որ լավ աղջիկ լինեմ մի հատ էլ սինի կբերեմ ու մի հատ էլ բան կանեմ 15 լավ ու մի հատ էլ կանեմ ու իմ ես աղմկոտ գործանող եմ գործ եմ անում աղմկոտ եմ անում տատիկս միշտ ասում էր Ջան, մերնիմ ջանիտ ասում էր, ոնց հայրեվում, որ տունը մարդ կա, այտենց, գործը շուխուրով, աղմկով ասում էր, որ մարդ, որ ասում էր, որ գործը սանում, պետք անենց լինի, որ մարդ զգա, որ տունը մարդ կա, տունը շունչ կա, թե չէ մարդ կա այնքան հանգիստ է, այնքան լուրա, որ չես ասի, տանը մարդ հա ապրում, հիմա ես էլ որ աղմկով եմ գործանում, բանը Վիտոն ասում եմ, մամա տա խոհանացում, լավ պարզը արդեն, սենց, ջարդի էլի էդ բանը, իհարկե ոչ մի բան չեմ ջարդում, բայց սիրում եմ շուխուրով գործանել էլի, խովեսով, շուխուրով, շխկացնելով, որ տունը կյանք լինի, շունչ լինի, քանի որ խոհանոցում երբ որ աղմուկ կա, ուրեմն մաման տանն է, չէ՞, սիրում ես երբ որ մաման տանն է։ Հա։ Ուզում եմ միշտ տունը լինի։ Չես ուզում աշխատեմ։ Չէ։ Ուզում եմ սովորը տուն մնաս։ Որ դու գաս տուն ես տանը լինեմ։ Հա։ Որ համաբաներ սարքեմ գաս ուտես։ Հա։ Մենակ դրա համար թե սիրում ես։ Չէ, ես Ես սիրում եմ ու ուզում եմ քո հետ միշտ բան անել։ Զոյկայի մոտ հիմա գիտեմ, կասեք Զոյկան դժվարանում է խոսալ, Զոյկան ինչքան էլ սիրում է նկարվել, բայց տեսախցիկի առաջ ես վերցրում, տեսախցիկի առաջ միշտ սկսում է մտածել ինչ խոսի ու ստացվում է այնպես, որ ինքը դժվարանում է խոսել, բայց ինքն հենց լեզու ունի, որ, չէ՞։ Ու երեկել Անգելինան ասում է Զանգելա երեկեր, հա մենք խանութից են գալիս Անգելան որ դուրս կան մեզ օգնեն ասում մամա ուր եք դե ասում եմ պրծեք սոված մերանք ասում եմ բալես խոմ չեմ փագել տանեղածը տունը ամեն ինչ կա ասում եմ իջեք նախաճաշարեք ասում մամա ասում է հասկանում ես մենք կարոտել ենք քո նախաճաշերին քո դրած հացին արի ասում է գիտեմ որ ամեն ինչ էլ կա նես չի որ պիտի խանութից բերենք էլի արի ասում է մի հատ մամայա վարի բան սարքի ասում անգել մեկն էլ լսի կմտածի բան չեմ սարքում ամբողջ օրը չէ ասում եմ բայց այդ ուրիշ է երբ որ դու ես գիտենք որ շաբաթ կիրակի օրերը դու ես այդ ամեն ինչը անում խոսքով երեխեքս բոյկոտում են արդեն որ ես քիչ աշխատեմ բայց ես էլ գնալով ավելի Ջանը, կարաս, բայց շատ զգուշ կլցնես, գնալով ավելի իմ գլխին նոր գործեր եմ ավելացնում, նոր ժամեր եմ ավելացնում, դասեր էի նկատի ունեմ, էլի դասերիս հետ, հեսա աշուննել, որ սկսվի պրակտիկան, այդտեղ ես արդեն չեմ պատկերացնում ոնց է լինելու, բայց դե մի հատ լավ խոսք էլ կար, որ էլի Ռոստատս էլ շատ հաճախ ասում է Էշին նստելը մի այբը իջնելը երկու, դե տենց դրա համար սկսել ենք, պետք է սկսած գործը վերջացնել, պետք չի կիսատ թողնել ու միշտ առաջ նայել, կկարողանանք, կհասցնենք, եթե Աստված մարդուն նենց հաստեղծել, որ մարդ ամեն ինչի դիմանում է, որ մարդ ամեն ինչ հասցնում է,
Այնպես որ Անուշ ինչքան էլ շոտ ես լցրել։ Պետք է ստեկակ, որ այս խմով թանը փորձեք։ Մենակ թանը, հրավիրում ես մեր տուն պերաշկի ուտելու խմելու։ Նա ինչքան շատ է։ Վերջ Զոյկան հրավիրել է։ Տեսեք, ովքեր են գալիս մեր տունը, մեր տանը կարկանդակներ ուտելու ու մամայի թանը խմելու, մամայի սարքած գինին սառնարանում է։ Հա, իդեպ այսօրվա իմ հյուրը, հիմա մի հատ ասեմ, որ կան չգիտեմ կնկարեմ թե չեմ նկարի, իմ հոպարի աղջիկն է, Գալյանա գալիս, ով նաև Ռուզի եղբոր կինն է։ Գիտեք արդեն շատ եմ, մի քիչ հանգիստ կխմես, արևս որ խնդրեմ, շատ եմ արդեն ասել, ու ինքը երբ որ գալիս է, նախապես միշտ ամեն ինչ չի, որ ինքը ուտում է, ու ասենք իրան չես կարա ինչ-որ ճոխ սեղաններ դնես, կամ ինքը այնպիսի մարդ է, որ ուզում է դնես այն ինչ-որ ինքը սիրում է, կոնկրետ այն, ավելով բաներ իրան պետք չի, ու շատ սենց անմիջական ու մանավանդ իմ հետ, ինքը գիտի, որ մենք իրար հետ այնքան ուրիշ ձև ենք կապված, որ ինքը կարող է ինձ հանգիստ ուղղակի ասել, կարս, ես գալիս եմ, ինչպես միշտ անում, ես գալիս եմ, կարս իմ համար ես ուզում եմ քո սարքած պերաշկին ուտեմ ու մեղրով տորթ ասենք ոնց որ երեք կամ անցած անգամ սենց կարես օրնենց կուզեմ այդ համով քուչ օշոկով այդ համով սենց պոպոկային սենց ինչ որ մի հատ տորթ տենց ու միշտ է տենց էլ ուզում եմ ասեմ սենց անկեղծ անմիջական ով է կարակ գաք ու ես էլ որ իրենց տուն եմ գնում իհարկե շատ ամոթ էլ ասել, շուտվանից չենք գնացել, դասերի բանի հետ կապված, սենց այս բաներով գործի, ես էլ որ իր տուն եմ գնում, ինձ զգում եմ ինչպես իմ տանը, ես ոչ բոլոր տեղերում եմ կարողանում այդպես, իհարկե գալիս է տանտիրուհուց, որ դու քեզ զգում ես քո տանը ու ես կարող եմ իր տան մեջ, սենց հանգիստ, շատ հանգիստ, իհարկե ամուսին էլ Ռուբոն էլ ես որպես փեսա չեմ ընդունում կամ որպես Ռուզի աղբեր, իմ աղբոր նման, սենց ադուշի էլի, որ սենց ասած, հենց կարող եմ ու իհարկե ստացել եմ այդ թույլտվությունը դրա համար հիմա չթվա էլի որ ասեք վայ կարենեմ որ մեր տուն գա զգուշ լինենք մտնել այդ տարակները կարող եմ ես շատ հանգիստ մտնել սենց ինչ-որ բաներ սարքել երբ որ ասենք եղել ա որ այնտեղ եմ եղել ու ինքը կարճ ժամանակով գործ ա ունեցել կամ խանութ ասենք ինչ-որ համով մի բան թխել մինչև իրա գալը սիրուն սեղան սարքել այնպես ա որ գիտեմ որ այդ փոխադարձ ա էլի ես էլ ունեմ իր տան մեջ այդ լիազորությունները այդպես Ես այսենց հիմա պատրաստում եմ շարեմ, արդեն ուժեղացնեմ ու սկսեմ հերթով թխելը։ Այդպես լավ, որպեսզի ես գիտեմ, որ ես ասել եք, ախր հաճելի ա դե խոսա բան, բայց դե հիմա ես անջատեմ, ես ամեն ինչը պատրաստեմ, լավ Զոյկային խնդրենք թող անջատի, սեղմի կարմիր կոճակը։ Այսպես, որոշեցի սկսեմ, ձեթը արդեն տաքը, հիմա բացեմ, բացում եմ ձեռքիս վրա ու սիրում եմ ամեն ինչ ինքս անել, այս կողմով ես սարքում եմ, այստեղից անում եմ, վերցնում եմ, դնում եմ այն կողմ։ Էլի հեռու գնա, կյանքս մազերը պրացած, ականդած, գնային կողմ իմ աշխատասեղանի մոտից, խնդրում եմ քեզ։ Աշխատասեղանի։ Էս իմ աշխատասեղանն է այս պահին։ Աշխատասեղան, որտև դու ստե բան ես անում։ Աշխատում եմ։ Աշխատում եմ։ Դու բան ես աշխատում։ Պերաշկի թխող։ Հա։ Բայց վաբշե ինչ եմ աշխատում, որ։ Դու աշկերի Աշկերն ենք բուժում։ Հա, դու աշկերի բուժն ես։ Աշկերի բուժն է։ Հա։ Լավա վատ չի սոյկա չի, լավ։ Սենց քանի որ առաջինն է, հիմա այդ փակեմ։ Փակեմ մի հատ լավ սենց կարմիրի։ Ստեղ ունեմ մի քիչ խմոր։ Ասում բախի քո խմորը չի կպնում ձեռքերի։ Մի արա անձեռոցիկին էլ ձեռք մի դու ձեռքերով կյանքս։
սենց հերթով արդեն մեծացնենք, որպեսզի արագ թխենք։ Այդ ընթացքում եթե չհասցնեմ էլ կամ ունակի գործեր ծագեմ, քիչ կկամացածնեմ ու անպայման վերցնելուց զգուշ եղեք, որ ջուրը չկաթի մեջը, թողիշնի, որովհետև արդեն պատկերացնում եք ինչ կլինի, կթռնի ամենուր։ Ես ունեմ շատ այդպիսի այրված քերքեր։ Ու ասենք կարևոր չի, որ մի կողմը դեռ չի կարմրել, մի հատ թեքում եմ, որ այս կողմն էլ մի քիչ գեղև կապի, հենց կարմրի, նորից կթեքեմ, ձեթը շատ եմ լեցրել, դրա համար ինքը մի քիչ դանդաղում է։ Սենց հովես խմորի հետ կարող եմ ժամերով աշխատել, չեմ հոգնի ու այսինքն արդեն հասկացած կլինեք, որ ինչ պատրաստում եմ հաջորդ օրը տանում եմ գործի տեղ։ Համ երեխեքն են հավեսով ուտում, դե համ էլ բժիշկն էլ ա սիրում մեր խոհանոցը, կամ իմ համար էլ թեկուզ ընդմիջում եմ տանում, եթե մենակ իմ համար տանեմ, այնպես եմ տանում, որ մի քիչ ավելով լինի, որ իրենք էլ փորձեն։ Ասում եմ, լավ, ո՞նց ես հասցնում, ինչ հավես ունես, որ ասենք քո հանգիստն ա, կարաս հանգստանաս մի հատ էլ կիրակի օրը տրամադրում ես, ինչ-որ բան ես թխում, ինչ-որ բան ես սարքում, ասեմ, ես խոհանոցում եմ հանգստանում։ Ես ուտեղ հանգստանում, այդ այն վայրն ա, որտեղից ես լիցքավորում եմ։ Ես էլ այս կողմից էլի մի հատ նկարեմ, մի հատ ընդեղի են աղջկան ձեռքում անենք։ Իհարկե, այսօր մյուս հեռախոսով եմ նկարում, տեսախցիկս բան չուներ, զարատկա չուներ, զարատկի դրեցի, այս պահը իմացեք, որ հեռախոսով է նկարած։ Այս ինձ մի հատ նայեք, ինչ ախորժելիս, ես խրտ-խրտան, չգիտեմ, ոնց նկարագրեմ։ Հյուրերս արդեն կհասնեն, ասեց մի 20 րոպեից նոր են դուրս եկել։ Ինչ կարմրաթուշ, կարկանդակներ ենք ստացել։ Շատ լավ է ստացվում, շատ երևի միշտ է այդպես, չգիտեմ իմ պարագայում, ինչը որ սիրով ես պատրաստում, միշտ շատ լավն է լինում։ Ինչքան բարակ եմ անում ու իրանք ինչքան են ուռում։ Կարմրաթուշիկներ, չոր, նայքն է։ Ահ, վառվեց մատերս, բայց ոչինչ։ Այս բանը ավելի լավ անջատեմ, ես միացնեմ, որտեղ հետո այս ձենի մեզ կխանգարի օգնափոխիչի ձայնը, ես անջատեմ դորոցներ մաքուր լինի, հետո կմիանանք։ Լանգոստներ եմ սարքում, սրանք էլ նույն ձևի մեր բիշի տարբերակով ենք անում, ուղղակի վրան սխտորի փոշին ենք շաղ տալիս։ Սիրելիներս հյուրերից ճանապարհեցի ու հիմա ընտանյոք հանդերձ բախտի տերը ֆիլմն ենք դիտում, չնայած որ ես Հայաստանում արդեն դիտել էի, բայց մեկ անգամ եւս շատ հաճույքով դիտեցի։ Բարի լույս սիրելիներս, բարի երկուշաբթի առավոտ բոլորիս։ Որոշեցի չսկսել, շարունակելով այս վլոգը, մի հատ այսպես էլ ձեզ ողջունել, ամենայն բարիք ցանկանալ բոլորիս լավ օր, խաղաղ օր, աշխատանքային շաբաթ, ովքեր էլ հանգստանում են, որտեղ երեխաները տանն են այսօրվանից, ովքեր էլ որ հանգստանում են, չեն աշխատում, հանգստյալ շաբաթ բոլորիս եւ ուրախ տրամադրությամբ ուրախ բարձր տրամադրությամբ դեպի Սուրբ Սատիկ։ Գնացի ես, լավ մնացեք, քանի որ մեզ մոտ ժամերը փոխել են, առաջ են տվել, սենց մութ է, ժամը 7-ն է, այսինքն 6:45, բայց դեռ սենց մութ է։
ու ցուրտ։ Ու ես իմ նեղ ճանապարհներով ավելի կարճ սիրուն ծաղիկներով ստաղել տորտ եմ տանում գործընկերներիս։ Ինչն է ցմոքուր օդը, նենց թարմ օդը, որ թոքերդ բացում ամբողջ։ Ժամը 7-ն է, այսինքն մինչև ժամը 7, 12 ժամ, 7-ից 7 այսօր կորցնելու եք ինձ։ Գնացի։ Ջուրը արդեն բացել եմ։ Այս դրել էին, որովհետև ջուն էր սպասվում, դրա համար դրել էին, բայց դա չեկավ լավը։ Սիրելիներս, այսօր երկրորդ ստուգման են եկել չորեքշաբթի օրը վիրահատված պացիենտներ ու գրեթե բոլորը եկել են սենց սիրուն ծաղիկներով ու շատ սիրուն շնորհակալական բացիկներով, շնորհակալական տողերով, կեսը քաղցրավենիքով, տորթ էին բերել նույնիսկ մեզ համար։ Դե իհարկե դրանք չեմ բերում, թողնում եմ այնտեղ։ Իսկ սա էլ մեր փոքրիկ հյուրն է, ով նստած սպասում է իր տիրոջը։ Արդեն տանն եմ, բերել եմ տուն ու հիանում եմ, անկեղծ ասած, ահա որ ծրարել չլիներ մեջը, շնորհակալության տողեր կամ ինչ-որ բան, ես գոհացած եմ այս հրաշքից, մի հատ նայեք ինչ սիրուն է, ամեն ինչը, այնքան լավ է, որ այսպիսի բաներ են նվիրում, որ կարող եմ հետո տնկել այս սոխուկները ու հետո միշտ իմ այգում ունենամ, ու այս էլ պետք է տնկեմ, ուղղակի սպասում եղանակը տաքանա։ Այս էլ սուրճ եմ պատրաստել, հեսպե սուրճի, սենց ունենք սուջուխ, մի հատ ելակ, մենակ երևի ելակ ու սուջուխը կուտեմ, որտև ուշը արդեն իրիկուն է։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը, լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք առայժմ